Այսպիսով ուրախ եմ, որ մենք սկսում ենք շփվել իրար հետ, ես բացել եմ խոյերի համաստեղությունը, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեզ հետ է Սոնա Հակոբյանը, Վեդա Սոֆիա աստրոլոգը, եւ սկսենք խոյերից, թե ինչ նորություններ ունեն խոյերը ըստ տրանզիտի։ Ուրեմն իրենց մոտ այս պահին Սատուրն մոլորակը 12-րդ տանն է, հետեւաբար 12-րդ տանը անբարենպաստ դիրք է խոյերի համար եւ հնարավոր է որոշակի խնդիրներ լինեն մեկուսացման, ազատազրկման, ինչ-որ նմանատիպ խնդիրներ օրենքի հետ կապված, այնպես որ սիրելի խոյեր, ես խնդրում եմ դուք բավարար չափով զգույշ լինեք, զգոն լինեք, օրենքի հետ խնդիրներ չստեղծեք, չառաջացնեք եւ այսպես ասած թխարման այն օրինաչափությունները, այն կարևոր օրենքները, որոնք պարտավոր է յուրաքանչյուր մարդ հետևել որպես տիեզերական ճշմարիտ օրենքներ, պահպանեք այդ օրենքները եւ դա պահպանելու հետ միասին խնդիրներ չեք ունենա։ Ուրեմն խոյեր ջան, ձեզ մոտ Յուպիտերը, որը հաջողության մոլորակն է, այս պահին տրանզիտային երկօրյակի մեջ է, այդտեղ էր անցած տարի մայիսի 18-ից մինչև հոկտեմբերի 18-ը եւ հետո նորից դեկտեմբերի 6-ից մինչև այս տարվա հունիսի 1-ը իրականում Յուպիտերը երրորդ տանը այդքան էլ լավ չի գործում, համարյա չի գործում, այնպես որ ձեր հաջողությունը, բախտը, հնարավորությունները մի փոքր սահմանափակված են, այդ իսկ պատճառով նույնպես պետք է ուշադիր լինել, չնայած որ ասպեկտը 7-րդ տան վրա եւ 11-րդ տան վրա ու նաև 9-րդ տան վրա արդեն բարեհաջող իրավիճակներ է ստեղծում, բայց ինքը մոլորակը իր ամբողջ տափով չի կարողանում գործել, հետևաբար ինչ որտեղ ձեր անհատական հորոսկոպը նայելուց հետո ավելի հստակ կարելի է ասել, թե ձեր Յուպիտերը ինչքանով կօգնի իրավիճակից դուրս գալուն, բայց կոնկրետ այս պահի Յուպիտերի դիրքը այդքան էլ նպաստավոր չի, դա հիշեք, աշխատեք մինչև հունիսի 1 հնարավորինս կազմակերպված լինել, հունիսի 1-ից կսկսվեն լավ ժամանակաշրջանները այդ թեմայի հետ կապված, հետագայում մենք կխոսենք։ Ուրեմն այստեղ մի հատ էլ հետաքրքիր թեմա կա, ձեզ մոտ եկամուտների հնարավորություններ կան, բայց այդ մասին ես հիմա կխոսեմ հաջորդ տեսահոլովակում։ Շարունակեք մնալ մեզ հետ, որպեսզի հերթական տեսանյութերին հետևեք եւ առաջինը իմանաք, խնդրում եմ բաժանորդագրվեք։